Վիզաներ ո՞նց եք ստանում։ Ազգովի հերթի մեջ ենք վիզաների կենտրոններում ու դեսպանատներում, ասեք մեզ, այս տարիների ընթացքում այդ ինչա կատարվել, որ այսօր այս օրինենք։ Ասենց էտապներով է, ես քանի որ ամեն օր չեմ դիմում վիզայի, ես չեմ կարող ասել օրական ինչպես է փոխվում, բայց ես իմ հետևորդների հարցերի ու դժգոհությունների հիման վրա երբեմն հարցումներ եմ անում, իրենք օրինակ ասում են, դիմել եմ վիզայի 30 օր չկա անձնագիրս, օրը անցավ անձնագիրս տենցել չտվեցին։ Ու սենց որ կարողանում ես խմբավորել, որ այս շրջանում այս դեսպանատուն դիմելը սենց ասած հեշտ է մարդկանց լեզվով ասած։ Իսկ այս դեսպանատունը օրինակ կմերժի, վատ կլինի, նույնը մենք բախվեցինք ամռանը, երբ որ Հունաստանի դեսպանատուն պետք է ընտանիքը մեր մտներ, այդ շրջանում ուղղակի բոլորը մերժվում էին։ Հունաստանն այս տարից ինչ բոլորին կտրել է քննությունից։ Այո, մարդկանց իմ ընկերներից մարդիկ, ովքեր որ հրավիրել էին մասնակցելու World of Dance շատ հեղինակավոր մրցույթի, պարային, իրենց ուղղակի մերժեցին ու պատասխան չտվեցին ինչի համար մերժեցին, մարդիկ ովքեր որ ամրագրել են հյուրանոց։ Ու շատ երկար էին պահում անձնագրերը, ես փորձ եմ ունեցել, որ 3 օր հետո Հունաստանը իմ անձնագիր տվել է մուլտիվիզայով, օրինակ։ Ես իմ 4 վիզաներից, 4 մուլտիվիզաներից 5 մուլտիվիզաներից 4-ը ստացել եմ Հունաստանից, մյուսը Գերմանիայից։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։